Ողջույն բոլորիս խաղաղ եւ հաճելի կիրակի եմ մաղթում։ Ես ուզում եմ պատասխանել Ռուսաստանում հավաք կլինի, թե չի լինի, ինձ խնդրել էին, որ նայեի։ Ես մի քանի օր առաջ արդեն կազմած եմ եղել քարտեզը, բայց այսօր ինձ ժամանակ եղավ, որ ձեզ ներկայացնեմ ինչ եմ ստացել։ Բայց արագ պատասխանեմ երկու մեկնաբանության ու անցնեմ առաջ։ Նիկոլը չտվեց Արցախը, տվեց ռուսը։ Եթե ես իմ տան մեջ գտնվում եմ ուժեղ դիրքերում ու իմ հարևանը գիտի, որ ես ուժեղ եմ, ինքը չի կարող իմ տունը վերցնել ինձանից եւ տալ ուրիշ հարևանի։ Այստեղ հենց այդ ցավոք սրտի ձեր նման տրամաբանություն ունեցողները հասցրեցին այս երկիրը։ Ես մեկ-մեկ Նիկոլին չեմ մեղադրում իրականում։ Ես մեղադրում եմ մեր հասարակությանը, որ ուղեղը չգիտես որ օրգանում, որ մասում է տեղադրված։ Մարդիկ կլինեն, որ իրանց 5-րդ կետում այսպես շերտերը, փոսիկները ավելի շատ կլինի, քան ոմանց գլխում։ Ինչ ասեմ, բան չունեմ ասելու։ Երկրորդ մեկնաբանությունը, որ երկրաշարժը սարքած էր եւ դա արել էր Գորբաչովը։ Աստված ջան, ինչ ասեմ ես։ Նախ ես հարցնում եմ տիեզերքին, տիեզերքից ստանում եմ պատասխանը։ Գիտեք, կազմվում է աստղային քարտեզ։ Ըստ իրանց տների դասավորվածությունների մենք տեսնում ենք երևույթն ու իրականությունը, որը տեղի է ունեցել։ Համաձայն եք, շատ ավելի լավ։ Համաձայն չեք։ Դուք գիտեք, ես ոչ մեկիդ ոչ համոզում եմ, ոչ էլ պարտադրում եմ։ Սա աշխատանք է, որ ես անում եմ եւ փորձում եմ գիտական ու լուրջ մոտեցում ցույց տամ տվյալ հարցին, բայց երբ որ երկրի ընդերքում տեղի է ունենում էներգիաների բախում եւ առաջանում է լավա եւ առաջանում է սալիկների իրարից հեռացում, առաջանում է երկրաշարժ, այնտեղ խողովակների տրաքելը, պայթելը, ամեն ինչ հնարավոր է դառնում։ Եթե այնտեղ կա ինչ-որ պահեստ, կա ինչ-որ զենք, կա ինչ-որ զինանոց, ամեն ինչ հնարավոր է։ Վերջը ընդերքից շարժ է տեղի ունեցել։ Լավ ոնց բացատրեմ, ախր չի կարելի, մեծ էլ կին է, այդքան պրիմիտիվ մտածելակերպ, ես ուղղակի ապշած եմ։ Մարդիկ ապրում են, ուզում եմ հարցնեմ, քուր ջան, կներես էլի, թե պես կերը մեծացե, անցենք առաջ։ Ուրեմն, քանի որ ես հարցը տվել եմ ուրբաթ օրը, այսինքն Յուպիտերի օրը, 5:12 րոպեին, ժամի կառավարիչը եղել է հենց ինքը Յուպիտերը։ Ես հարցը տվել եմ այնպես, որ բացի որ օրը Յուպիտերին նա եղել է նաև ժամը Յուպիտերի ժամ։ Ասցենդենտը եղել է Աջիղ ջուրում Սատուրնը, Յուպիտերն ու Սատուրնը նույն, ուրեմն տրիպլիցետի հող ջուր մեջ են, քարտեզը ռադիկալ է եւ կարելի է կարդալ, չնայած որ այնտեղ կային ինչ-որ նյուանսներ։ Ռազմական գործի Մարս եւ պետություն 10-րդ տուն։ Մարսը անկման մեջ է։ Մարսը գտնվում է Խեցգետնի 21-րդ աստիճանում։ Սա իր անկման նշանն է։ Հորանում անկման մեջ գտնվող մոլորակը ցույց է տալիս, որ գործընթացը չունի իրական ուժ, կազմակերպությունը թույլ է կամ գործողությունները ձախողվելու է։ 10-րդ տուն իշխանություն եւ հրամաններ։ 10-րդ տան կուսպիդը կշեռքում է, կառավարիչը Վեներան, գտնվում է 8-րդ տանը ճգնաժամ կորուստ։ Պետական հրամանը կամ նախաձեռնությունները այստեղ թույլ դիրքերում են։ 9-րդ տուն եւ հավաքների կապը, քանի որ հարցը Ռուսաստանի մասին է, այն դիտարկվում է 9-րդ տանը։ 9-րդ տան կառավարիչը Վեներան կույսի նշանում է իր անկման մեջ։ 9-րդ տանից հաշվարկած դեպի 10-րդ տուն Ռուսաստանի կառավարություն, բանակի հրաման, ստացվում է քարտեզի 6-րդ տունը, որը գտնվում է Խեցգետնի նշանում։ Այստեղ գտնվում է Մարսը թույլ վիճակում, այսինքն տեղային մասշտաբով այլևս հրաման տեղի չի ունենա եւ իրագործման պոտենցիալը այդ հրամանի բավականին ցածր է։ Ասպեկտների բացակայություն։ Լուսինը աղեղնավորում 23 աստիճանում է իր շարժման ընթացքում։
Մինչ նշանից դուրս գալը այն անում է միայն տրին արեգակին և սեքստիլ Վեներային։ Արեգակը գտնվում է առյուծի վերջին աստիճանում, համարյա 29 աստիճանում, և անմիջապես առյուծից հետո ինքը գնալու է դեպի կույսի նշան։ Անմիջապես փոխում է նշանը, հասնելով կույս, որտեղ կորցնում է իր էսենցիալ ուժը։ Լուսնի և Մարսի կամ 9-րդ անկառավարչի միջև չկան ոչ մի մոտեցող ասպեկտ։ Իրադարձության ձևավորման համար չկա էներգետիկ հոսք։ Այստեղ կա հետաքրքիր դետալ հետդիմաց, այսինքն Մարսը հետ է գնում, Սատուրնը հետ է գնում, որպես ասցենդենտի կառավարիչ խոյում անկում է, ռետրոգրադ։ Սա նշանակում է, որ կփոխվի նաև մեր կարծիքը այս հարցի շուրջ, եթե կան վախեր, եթե կան անհանգստություններ, կփոխվի նաև հարց տվողի կարծիքը։ Մի վայրկյան։ Հավաքը ըստ Հորար քարտեզի որպես այդպիսի մեծամասշտաբ տեղի չի ունենա։ Սա է ասում Մարսի անկումը, զինվորական գործերի գլխավոր սիգնիֆիկատորը, որը գտնվում է խեցգետնում, ինչը նշանակում է, որ գործընթացը կամ կչեղարկվի, կամ կրելու է զուտ ձևական ինչ-որ թղթային բնույթ։ Ասպեկտի բացակայությունը Լուսնի և Մարսի կամ 9-րդ անկառավարչի միջև չկա ոչ մի մոտեցող ասպեկտ, ինչը նշանակում է, որ իրադարձությունը չի ֆիզիկանանա։ Եվ ռետրոգրադ Սատուրնը ցույց է տալիս, որ իրավիճակը հետ պտույտ է անում և կամաց չեղարկվում է։ Այսինքն Ռուսաստանում լայնածավալ, լայնամասշտաբ հավաքներ չեն լինի, կամ առհասարակ հավաքներ չեն լինի, կամ կդնեն որոշակի ինչ-որ տարիք, էդ էլ ձևական ինչ-որ քիչ տանել, կամ հատուկ ինչ-որ ծառայություն ունեցող մարդկանց կարող են հավաքագրել, բայց որպես այդպիսի մեծ ծավալուն զինվորական հավաք Ռուսաստանում չի սպասվում։